Ինչով եք զբաղվում գյուղում։ Հողագործությամբ, անասնապահությամբ, աշխատենք կապրենք էլի։ Ասում են գյուղում զբաղմունք չկա, աշխատանք Շատ է չկա, լավ գյուղում զբաղմունք կա։ ապրելը դժվար է գյուղում։ Շատ է հեշտ է, աշխատենք կապրենք։ Որստանքենին ուր դիստի ապրենք։ Թող աշխատին, կարտոշկա ցանեն, ամեն ինչ կա գյուղում, անասուն կային, թող ապրենք։ ಅದು բնական է, բրենց սաղորումն ստու, ով դիբեր է փոխտարես դու ապրենք։ Աշխատենք։ Մարդիկ անասունը պահում են, բայց այսպես խնդիրներ է իրենց համար ստեղծվում սպանդանոցների հետ կապված։ Շուրջան սպանդանոցների հետ կախված այսօր օրենք են հանել սպանդանոցներին, բայց սխալ են այդ օրենքը։ Եթե այդքան շատ բան գիտես մեր կառավարությունը, ղեկավարությունը, թող առաջ հանեն մեր կաշվի արտադրության համար կաշին, մենք այսօր անասունի կաշին թափենք։ Թող դա գործարանն բանան անասունի կաշին վերամշակեն։ Սպանդանոցին ասենք բացի սպանդանոց։ Հա, սա գուզեք օրինական իրեք։ Բայց այդ էլ օրինականություն չէ մեր փայած կաշին մենք կթափենք այսօր։ Մենք դի գարաժ սախել ենք 500-700 դրամ կիլո։ 30 կիլոնոց կովի կաշին 21000 չն է։ Ինչի՞ մոֆտա թափենք։ Թող սարքեն։ Նաև բերքի իրացման խնդրի առաջ են գյուղացիները։ Իրացնեն։ Կարտոշկեն այսօր 300 դրամ է, 250 դրամ է, 110-ից 120 դրամ ցորենն է, գարին է։ Ինչ է։ Չեն ուզում ապրի, այսօր քսեն Նիկոլը մեղավոր է, Նիկոլ ինչո՞վ է մեղավոր։ Որ դու չես ապրի, Նիկոլը մեղավոր է, հա։ Չես աշխատի։ Բայց շատ դեպքերում է տեսնում ենք, մարդը աշխատում է, ստեղծում է, այլ հնարավորություն չկա, որպեսզի մարդը կարողանա աշխատել ու ապրել։ Պետությունը չի տալիս այդ հնարավորությունը։ Ինչ այսօր քաղաքացին ինչ չկա, սովորական կերտա գործարան է չկա։ Մասնավորի մոտ կաշխատի, իր հացը վաստակի կապրի։ Հլարիք սաղազգով բողոքեն, չկա, ով դիբեր է տա, կուդաս մեզ է։ Այսինքն, երբ որ գյուղացին ջրի գնով կաթը մթերում է, այդտեղ պետությունը մեղավոր չի։ 150 դրամ է կաթը։ Այսօր կաթը 150 դրամ է։ Բայց ինչ են ում բողոքենք։ Մեր բողոքը տեղ կազմող չեն, կաթը դարձրա 500 կերեն։ Բայց երբ չեք դժգոհում, իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ նորմալ է, եթե չեք դժգոհում։ Բոլորս դժգոհ ենք, քեզ բան չպահենք։ Կատը կդառնա 600-700, հա։ Դա ամեն ինչից գոհեմ ես, դժգոհ եմ ես, գորոդյա։ Ձեր գյուղում արտագաղթ կա։ Ու քեզ կան մարդիկ խոպանը քեզ կան, ես Մշտական արտագաղթ։ Ու չէ, կան շատ չէ, բայց կան, գնացողներ կան, ու քանի տարվա մարդիկ գնացել են Ռուսաստանում կապենք, ես շատ եմ Եվրոպայում կապենք, ու կան կդեն կապեն, էլի քիչ, որն ուտեղ հարմար է։ Բայց այստեղ շատ կա, ասեմ։ Ինչ խնդիրներ կառանձնացնեք ձեր գյուղի հետ կապված։ Մեր գերին ինչ խնդիր, գյուղը մնա, գյուղը մենուն տան, աշխատող կապիչ աշխատող մեկ է, իր համար սաղորացեմ է։ Ճանապարհները, ավտոբուսները ինչ վիճակում են։ Շատ լավ է, գազելներ ու կա, ուսանողները կեստան լենական, մյուսները կեստան լենական, արտիգում, կա բրին ժողովուրդ, շնոր իրանց ասված կյանք է տուր։ Մնաց ազնա շնորհակալություն, ներխիջան, դես հեստան դի։